Գյումրու ընտրություններին մասնակից 9 ուժերից 8-ը մարտի 27-ին հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճի էին, ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու բովանդակային զրույց ունենալու գյումրեցու հետ։ Սակայն բանավեճը ընդդիմադիր թեկնածուները, մասնավորապես Ռուբեն Մխիթարյանը, այլ իմաստով էր հասկացել։ Վերջինս փորձում էր լարել իրավիճակը, սադրել, իր գլխավորած ուժի ծրագրերի մասին խոսելու փոխարեն հիշեց Լեռնային Ղարաբաղը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի հասցեին հնչեցնելով վիրավորանքներ։ Բանավեճին ներկա չէր կոմունիստական կուսակցությունով առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ News AM-ի հետ զրույցում նա պարզաբանել է, թե ինչու ներկա չի եղել։ Հոգիս թույլ չտվեց, ոչ թե խելքս, այլ հոգիս թույլ չտվեց։ Ես ընդհանրապես նմանատիպ բանավեճերի ոչ մի անգամ չեմ մասնակցել։ 96 թվականից մինչև այսօր եւ ոչ մի բանավեճի չեմ մասնակցել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գյումրիում քարոզարշավի ակտիվ մասնակից Էմմա Պալյանը հայկական ժամանակի հետ զրույցում ամփոփելով կայացած բանավեճը նկատում է. սա հերթական անգամ ապացուցեց, որ Գյումրու համար պայքարում են համայնքի մասին ընդհանրապես չմտածող ուժեր։ Մտել են ընտրապայքարի մեջ, իրենց անձնական շահը ունենալով, ոմանք իրենց տարիների դիզատը ահելու նպատակով։ Ռուբեն Մխիթարյանի պահվածքի մասին խոսելիս Պալյանն ասում է. Ոմանք թատերական բեմը խառնել են ընտրապայքարի հետ, մենք երեք ականատես եղանք թեկնածուներից մեկի ոչ adekvat պահվածքի, որին մեր թեկնածուն պարոն Սարիկ Մինասյանը համարժեք պատասխաններ հնչեցրեց, դրանով ցույց տալով վերջինի մերկությունը քաղաքական, real անձին բացարձակապես Գյումրին, Գյումրեցին, Գյումրու ապագան եւ Գյումրեցու բարեկեցությունը չի հետաքրքրում եւ ուղղակի հարթակ է գտել այդ մարդը ինքնահաստատվելու։ Մարդը ունի ինքնահաստատման խնդիր եւ իր կարծիքով շատ հարմար հարթակ է գտել դրա համար, բայց ցավում եմ Բերժի միտիկի Ռուբոյի համար, ես իրեն այդպես եմ բնութագրում։ Ուղղակի ցավում եմ, որովհետև ինքը կոնկրետ երեկվա բանավեճով վերջնականապես իր տեղը քաղաքական աղբանոցում ապահովեց։ Պատգամավորն այն կարծիքին է, որ բանավեճում հաղթեց Սարիկ Մինասյանը իր զուսպ ու հավասարակշռված պահվածքով ու պատասխաններով։ Այն, որ Վարդան Ղուկասյանը բանավեճին ներկա չէր, ըստ Պալյանի, ապացույցն է այն բանի, որ քաղաքացիական պայմանագրի թեկնածուի հետ Ղուկասյանը չի կարող բանավիճել։ Նա համոզմունք է հայտնում, որ ընդդիմադիր թեկնածուները գյումրեցիներից ձայն չեն ստանա։ Իրենց նպատակը այնքան վատն է, Գյումրու համար այնքան վտանգավոր է, որ իրենք բոլորը միավորվել են մեկտեղ եւ փորձում են այդ վատ նպատակներով ծառայել ճակերտավոր Գյումրուն։ Բայց ես վստահ եմ, որ ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը հաղթանակ չի տանել։ Վարդան Ղուկասյանը, ես վստահ եմ, մարտի 30-ին շատ դաժան հարված է ստանալու Գյումրեցու կողմից, միայն նրա համար, որ ինքը փորձ է կատարել հայհոյելով, սպառնալով խոսել Գյումրեցու հետ։ Դա Գյումրեցին չի ներելու իրեն եւ այդ նույն հայոյանքները դաջելու է հենց իր ճակատին եւ ես երեք առիթ եմ ունեցել ասելու, որ հետո ինչ քիմիական նյութով էլ փորձի այդ հայոյանքները ջնջել իր ճակատից, դա չի ստացվելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը վստահեցնում է, իշխող ուժը Գյումրին շենացնելու է եւ զարգացնի։ Ինձ մենակ չեք թողնելու, սիրում եմ ձեզ բոլորիդ։